Գարնանային ծաղիկներ կանանց միջազգային տոնի առթիվ Թեղուտ ընկերության կին աշխատակիցներին։ Ընկերության ղեկավարությունը կանանց տոների առթիվ անակնկալ մատուցեց ընկերության կին աշխատակիցներին։ Չնայած հանքարդյունաբերությունը կանանց ոլորտը չէ, բայց այստեղ 169 կին է աշխատում։ Կանանց համար աշխատատեղ է ապահովում ոչ միայն Թեղուտ ընկերությունը, այլև Valex Tour-ը։ Սպասարկման ոլորտում հյուրանոցում, Valex Tour սրճարանում եւ խոհանոցում կանայք առավել մեծ թիվ են կազմում։ Շատ շնորհակալ ենք մեր հիմնարկի ղեկավարությունից, որովհետև անտարբեր չեն ասում ցանկացած միջոցառում, դա լինի ծնունդ, կնունկ, տոներ, պետական թե գեղեցկության, բնության գեղեցիկ տոնի արդյոք անակնկալ է ճիշտ ասած, շատ շնորհակալություն։ Կանայք ներգրաված են նաև հանքարդյունաբերության ոլորտում։ Թեղուտ ընկերությունում աշխատում են կին բնապահպաններ, երկրաբաններ, լաբորանտներ։ Արմինե Անթանասյանը այս տարի աշխատանքի ընդունվել։ Աշխատում է որպես լաբորանտ, սիրում է իր մասնագիտությունը եւ ուրախ է, որ հնարավորություն ունի աշխատելու ըստ մասնագիտության։ Հետաքրքիր աշխատանք, հա, շատ սիրում եմ առաջին հերթին որպես մասնագիտական։ Հետո հետաքրքրությունները շատ են ամեն անգամ ինչ որ նոր ձև, նոր մեթոդ բացահայտելով կամ հիմնվելով հնի վրա։ Կանանց մասնակցությունը մեծ է նաև ֆինանսատնտեսական թարգմանչական բաժիններում, ադմինիստրատիվ համակարգում։ Նրանցից ոչ ոք տոնական օրով տղամարդ գործընկերների ուշադրության պակաս է չզգաց։ Շնորհակալ եմ բոլոր կանանց, իդեմս ձեզ, որ այս պահին այստեղ ներկա եք։ Ցանկանում եմ առողջություն առաջին հերթին, հաջողություններ գործում, կյանքում եւ ընտանիքում ամենակարևորը եւ առաջ։ Բոլոր աղջիկներին ամբողջ աշխարհի ողջ հայ ազգի աղջիկների եւ կանանց տոնը շնորհավորում ենք մեր ողջ Լեռնահանքային վարչության անձնակազմի կողմից, տղաների կողմից։ Ցանկանում ենք միշտ պայծառ, անամպ երկինք, միշտ շփտակ աղջիկներ։ Մեր հայ կանանց աղջիկներին, մեր քույրերին, մեր մայրերին բոլորի մարտյութը շնորհավորում եմ եւ ցանկանում եմ, որ իրանք առողջ լինեն, իրանք լինեն սիրված եւ շրջապատում առաջերտին ընտանիքում, պես որ ամենալավն եմ կամենում։ Ընկերության կին աշխատակիցներին շնորհավորեց նաև Թեղուտ ընկերության արտադրական գործառույթների ղեկավար Բոբ Դիքին։ Չնայած իր հայրենի երկրում ԱՄՆ-ում կանանց նվիրված հատուկ տոն չկա, բայց մեծ սիրով միացավ կանանց ուղղված շնորհավորանքներին։ Իմ շնորհավորական խոսքն եմ ուղղում բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ։ Այս ամենը ինձ համար էլ ավելի նշանակալի է, քանի որ իմ կինն էլ է այստեղ, եւ ես կարող եմ Հայաստանում նրա հետ նշել կանանց տոնը։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։